Ռուբինյան, քանի որ արդեն ձեր տեխնացիան հետ կապված որոշումը կա եւ առաջիկայում ենթադրվում է խմբակցությունը նաեւ կառաջադրի, բայց չնայած դեռ չի հասել իր հանգուցալուծմանը, բայց արդեն մամուլում կան տեղեկություններ, որ ազգային ժողովի տարբեր աշխատակիցներ իրենց ճամպրուկներն են հավաքում եւ այլն։ Ես ուզում եմ ձեզ հարցնել, դուք ազգային ժողովի աշխատակազմի փոփոխության հետ կապված ինչ որ ծրագրեր ունեք, աշխատակազմի ղեկավար, այլ պաշտոնյաներ, ինչ որ փոփոխություններ կան կադրային փոփոխություններ։ Ես որոշումների կարգադարում, երբ որ կլինի պատեհ, երբ որ կլինի ժամանակը, հիմա պատեհ չեմ համարում դրա մասին խոսել։ Այսինքն դուք որևէ ազդակ, որևէ պաշտոնյայի կամ աշխատակցի չեք հղել, որ կարող են ճամպրուկները հավաքել։ Եթե նույնիսկ տարվում է նման բան, դա իրենց եթե դա անեի, դա կլիներ ժամանակավրեպ, որովհետև ես հիմա ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի վարչությունը որոշել է առաջադրել իմ տեխնացիությունը։ Այս պահին կա գործող ազգային ժողովի նախագահ, կա գործող աշխատակազմ։ Արմենիա, Սամվել Կարապետյանը, Նարեկ Կարապետյանը ամբողջ ընտրաշավի ժամանակ դժգոհում էին, որ իշխանությունները ատելության խոսք են տարածում, բայց իրենք դեռ չեն եկել ազգային ժողով։ Նարեկ Կարապետյանը երեք գրառում էր արել, թե դուք անդրադարձաք, բայց կխնդրեմ ասեք ինչու է իրեն ասում։ Դե, բանում է այդպես, որովհետև դաստիարակության պակաս ունի եւ ես կլրացնեմ այդ պակասը։ Պարոն Ռուբինյան, բայց տեսակետները տեսնում եք, երբ որ ձեր տեխնացիան մասին անմիջապես հայտարարվեց, քրեչի հայտարարությունից հետո շատ էր այդպես տարբեր քաղաքական շրջանակներից հայտարարություն, որ ձեր ընտրվելու մեջ նաեւ Թուրքիայի մատն է խառը, այսպես ասած։ Մեկ կասեք ինչ հայտարարությունից հետո։ Հələ չի շնորհավորանքից հետո ասում են ինչպես կարող է տեխնացու լինելով հանդերձ դեռ պաշտոնական որևէ բան չկա, դուք ստանաք շնորհավորանք։ Ձեւ ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից եւ այլ տեղերից։ Իմ գործընկերը ինձ գրել շնորհավորել է եւ կամ ասենք, չէ, գրել է ինձ, կամ ասենք ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։ Ինչ Վրաստանի վարչապետի հրահանգով է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրությունները։ Նկատի ունեմ այդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պիտի հիմք ունենան, հասկանում եք։ Ես այս նույն խոսակցությունները ուղիղ 5 տարի առաջ են եղել, երբ որ Սերժ Սարգսյանի խմբակցությունը եկավ, երբ որ ես ազգային ժողովի փոխնախագահի տեխնացու էի, էլի եկան այդ տխմար հարցերը սկսեցին տալ։ Հիմա որտեղ է Սերժ Սարգսյանի խմբակցությունը։ Ոչ միտեղ քաղաքականապես։ Նույնն էլ սպասվում է ուժեղ Հայաստանի, եթե իրենք որոշեն գնալ այդ նույն ճանապարհով։ Իսկ ընդհանրապես ես կարծում եմ այդ խոսակցությունները, իդեպ տեսել եմ տարբեր ինչ-որ լրագրողներ, տարբեր լրագրողներ, գլխավոր խմբագիրներ, այդ հիմարությունները խոսում են, ահա, քանի որ Ռուբեն Ռուբինյանը բանակցողն է Թուրքիայի հետ, ուրեմն իրեն ընտրել են ազգային ժողովի նախագահի տեխնացու որպես ժեստ Թուրքիային։ Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ազգային ժողովի նախագահի տեխնացու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինել։ Հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են ազգային ժողովի նախագահ, որպեսզի ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ։ Փլվեց այդ արդեն։ Հաջորդը դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ, որովհետեւ Հայաստանում բոլոր պաշտոնները միջնորդավորված, բայց ընտրվում են Հայաստանի ժողովրդի կողմից։ Հայաստանի ժողովուրդն է, որ օրինակ վարչապետ Փաշինյանին ընտրել է վարչապետ, ընտրելով քաղաքացիական պայմանագրին։ Հայաստանի ժողովուրդն էր, որ պարոն Սիմոնյանին, Ալեն Սիմոնյանին 2021 թվականին ընտրել է ազգային ժողովի նախագահ, միջնորդավորված, որտեղ ընտրել է քաղաքացիական պայմանագրին, քաղաքացիական պայմանագրին էլ պարոն Սիմոնյանին ընտրել է ԱԺ նախագահ։ Հիմա Հայաստանի ժողովուրդն է, որ լիազորել է քաղաքացիական պայմանագրին, ինձ ընտրել որպես տեխնացու, եթե բնականաբար ազգային ժողովն էլ ընտրի կդառնամ ազգային ժողովի նախագահ։ Նկատի ունեմ, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի ժողովրդի նկատմամբ։ Իսկ բայց ես չեմ բացառում, որ օրինակ տվյալ քաղաքական գործիչները, խմբագիրները եւ այլ տարբեր օլիգարխների ձեռքից ծնվող անձինք ուղղակի չեն պատկերացնում, որ հնարավոր է առանց օտարերկրյա հրահանգի ինչ-որ բան անել։ Ես ենթադրում եմ, որ իրանց հրահանգում են ինչ-որ տեղից, կամ հրահանգողներն են իրանց հրահանգում։ Այսքանը դրա վերաբերյալ։ Որ չեք շարունակելու բանակցությունները արդեն Թուրքիայի հետ դուք չեք լինելու։ Իսկ կա քննարկում, ով է լինելով կփոխարինի ձեզ։ Ես որքան տեղյակ եմ, դեռ չկա, բայց բնականաբար վարչապետը եւ կառավարությունը կորոշեն։ Հնարավոր է Ալեն Սիմոնյանը լինի։ Չգիտեմ։
Չեմ կարծում։ Այս փուլում նաև քննարկվում է ձեր Թուրքիայում գտնվելու այդ ժամանակահատվածը։ Դուք ի վերջ այնտեղ վերապատրաստման եք գնացել, թե համալսարանը կխնդրեմ մեկնաբանեք։ Էլի լսել եմ բազմաթիվ տխմարություններ, որոնք խոսում են հիմնականում այս վերջերս կալուգացի օլիգարխի թիմակիցները։ Ես սրան իրականում անդրադարձել եմ դեռ 8 տարի առաջ, հետո էլ 5 տարի առաջ, բայց խնդիր չունեմ, նորից կարող եմ կրկնել։ Սուտ համար մեկ ասում եմ, որ ես սովորել եմ Թուրքիայում եւ իմ ուսանողական տարիները անցկացրել եմ Թուրքիայում։ Ստում են, ես իմ ուսանողական տարիները անցկացրել եմ սկզբից Հայաստանում, ԵՊՀ-ում սովորելու տարիներին 2006-ից 2010 թվականներին, հետո Լոնդոնում, երբ որ մագիստրատուրա եմ ավարտել 2010-ից 11 թվականներին, հետո Լեհաստանում, որտեղ կրկին մագիստրատուրա եմ ավարտել 2011-ից 12 թվականներին։ Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, ես Թուրքիայում ոչինչ չեմ սովորել, ես թուրքական դիպլոմ չունեմ, ես ոչ մի չկա ինչ որ մի մարդ, որ ինձ դաս է տվել Թուրքիայում։ Ինչի մասին է խոսքը 2016-ից 17 թվականներին 5 ամիս ես մասնակցել եմ Հրանտ Դինքի հիմնադրամի, հիշեցնեմ ինչա Հրանտ Դինքի հիմնադրամը, կար լրագրող, հայազգի լրագրող ապրող Թուրքիայում Հրանտ Դինք, որին 2007 թվականին, եթե չեմ սխալվում, կամ 6 սպանեց թուրք ազգայնականը Ստամբուլի փողոցում։ Հայտնի պատմություն է, երիտասարդները կարող չհիշեն, բայց ավելի ձեր տարիքի մարդիկ օրինակ վստահաբար կհիշեն։ Եվ կա հիմնադրամ Հրանտ Դինքի անվան, որը ղեկավարում է Հրանտ Դինքի դուստրը, որը կրկին հայ։ Եվ այդ Հրանտ Դինքի հիմնադրամը ուներ ծրագիր հայերենով, եթե չեմ սխալվում, այդ ծրագրի անվանումն էր ոնց որ սահմանից անդին, որը հնարավորություն էր տալիս հայաստանցիների եւ Թուրքիայի քաղաքացիների համապատասխանաբար Թուրքիայում եւ Հայաստանում ինչ որ fellowship անել, տենց էր անունը, հայերենով fellowship չգիտեմ ոնց կլինի։ Այսինքն այնտեղ կային օրինակ լրագրողներ, կային հայաստանցի լրագրողներ, որոնք թուրքական լրատվամիջոցում CNN-ում օրինակ, գիտեք, թուրքական, ինչ որ մի քանի ամիս այնտեղ աշխատում էին։ Կային օրինակ Թուրքիայի ներկայացուցիչներ, որոնք Հայաստանում, օրինակ Սլավոնական համալսարանում, կամ Սերժ Սարգսյանը այն ժամանակ հոգաբարձությունների խորհրդի նախագահն էր ԵՊՀ-ում մի քանի ամիս էլի ինչ որ հետազոտություն էին անցկացնում։ Հիմա ես, քանի որ լրագրող չէի եւ հետաքրքրված էի գիտական գործունեությամբ, 5 ամիս այնտեղ հետազոտություն եմ իրականացնել, որը իդեպ չեմ էլ ավարտել, որովհետեւ կեսից եկել եմ Հայաստան։ Հիմա եթե դա համարվում է վերապատրաստում բառից վատ իմաստով, ուրեմն չգիտեմ, դա մեղադրանք է։ Վերբով կա։ Ուրեմն այդ տրամաբանությամբ նախ այդ ծրագիրը երկկողմանի վերբովկայի մասին էր, որովհետև Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայում էին մի քանի ամիս անցկացնում, թուրքերը, Թուրքիայի քաղաքացիները Հայաստանում։ Պետք է ասեմ, որ պետական ինստիտուտները ոչ մեկտեղ ներգրավված չէին, ոչ Հայաստանի կողմից, ոչ Թուրքիայի կողմից։ Բայց եթե ինքնին ինչ որ մեկի Թուրքիայում եղած լինելը համարվում է խնդրահարույց, դե կներեք, ուրեմն Հայաստանի բնակչության մի ստվար զանգվածի այնտեղ լինելն է համարվում խնդրահարույց։ Իսկ եթե Թուրքիան ուսումնասիրելն է համարվում խնդրահարույց, ուրեմն մեր արևելագիտական ֆակուլտետը պետք է փակել այդ տրամաբանության։ Ես դες ասեմ ավելին, օրինակ 2021 թվականին, երբ որ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները ինձ հարցնում էին, ասենք, ինչ է կարել Թուրքիայում, բացատրում էի, բայց հետո ուսումնասիրում էի, ասենք, պարզում էր այդ մարդկանց բարեկամները Թուրքիայում են ապրում։ Պարզում էր, ասենք, այդ մարդիկ գնացել Թուրքիայում հանգստացել են։ Նկատում սա աբսուրդ է, ես վստահ եմ, որ երբ որ կալուգացի օլիգարխի թիմակիցները կան ազգային ժողովի այդ տխմար հարցերը տալու են, ես էլ համբերատար պատասխանելու եմ։ Բայց էլի իմի բերելով այդ ամեն ինչը, ես Թուրքիայում չեմ սովորել, ես ուսանողական տարիներին Թուրքիայում չեմ անցկացրել, երբեք չեմ թաքցրել, որ մի քանի ամիս, 5 ամիս 2016-ից 17 թվականներին գիտական հետազոտությունն եմ արել ծրագրով, կոչվում է Ստամբուլի Istanbul Policy Center, Ստամբուլի քաղաքագիտության կենտրոն։ Ոչ մեկին դաշ չի տվել, ես ոչ մի դիպլոմ չունեմ եւ այսպես շարունակ։ Նաեւ ենթադրում եմ կամ չեմ ենթադրում, ուղիղ այդպես ակնարկվում, որ ինձ մեղադրում են Թուրքիայի հետ կապերի մեջ, որովհետեւ ես Թուրքիայի հետ բանակցողն եմ։ Դե կներեք, այդ տրամաբանությամբ ուրեմն ես էլ մեղադրում եմ կալուգացի օլիգարխի եղբորը Թուրքիայի հետ կապերի մեջ, որովհետև երբ որ հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտությունը ընթացքի մեջ էր, նա Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն էր։
Այդ տրամաբանությամբ ես իրանց եմ մեղադրում եմ Սերժ Սարգսյանին, որտեղ նա բանակցել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Մեղադրում եմ Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ նա բանակցել է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Այսքան։